Թալիշեցի Խաչատրյանների ընտանիքն այժմ ժամանակավոր բնակվում է Շուշիի Մուրացյանի անվան միջնակարգ դպրոցում, իրենց հատկացված սենյակում։ Ընտանիքի անդամները պատմում են, որ հարյուրավոր փախստականներից Շուշիում մնացել են 2 ընտանիք։ Տիկին Աննահիտը մանրամասնում է հակառակորդի ապրիլյան գործողություններից հետո անընդհատ ճանապարհներին են եղել։ Սկզբում Վարդենիսում բարեկամների տանն են հաստատվել, հետո էլ Երևանում, հիմա էլ Շուշիում են։ Ընտանիքի 2 երեխաները հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեն։ Նրանց հետ այս ու այն կողմ դեգերելը չափազանց բարդ է։ Դրությունը շատ վատալի Շենիքիների շատ ավատն է, ես ուրախան պահելի շատ ավատն է, 3 հոգի մնք թոշակի, սալ հիվան մարդ, ինաս 4 տիվին վիրավորվել մարտակետի սալ խոզումը, դալուչոնım ne, հիվան մարդա, դալուչոն, կռևանես, կռևչանես տեղդ գյութիմ շետ։ Տիկին Աննահիտն ու իր ամուսինն իրենց կրկնակի փախստականներ են անվանում, ասում են 2 կռիվ տեսան, բայց վերջինը տեխնիկայի կռիվ էր, Թալիշ վերադառնալու ցանկությունը այժմ չունեն, յուղը ավերված է, թալանված, անասունները մորթված, ապրելու ճար այնտեղ չեն ունենալու, բացի այդ հակառակորդին չեն վստահում, ամեն վայրկյան կարող են ապրիլյան իրադարձությունները կրկնվել։ Անվտանգության երաշխիք չկա հիմի։ Գավը կամավախում ենք, ես խնդրում, ուրախան տղվրցնեն, մի կտոր հացոտ ենք, կրիշայինի ապրենք, վարչապետը Հարությունյանն ասլա վար, ծեր հարցը շուտ կլուծենք, ասեմ գա Հարությունյան, քանի միսս կա, ասամ Մուրացյանի դպրոցում իրան չկալի, կնակ շատ, իրան տերասման պիտի քինակ, ասեմ պատոն ունվար քինեմ, Ընտանիքի անդամները մտահոգված են հատկապես նրանից, որ հակառակորդին հաջողել էր գյուղ մտնել։ Իմ մորքունի սաղջիկը 60 տարեկան, նա ինգյավ տորգին ռեխը, անգուճը կտրում վսմանը վրկցեմ։ Անի Գևորգյան, Նարեկ Բարսեղյան, Առաջին լրատվական։